35 հոկտեմբերի պիտի նիստը կայանար, համայնքի բնակիչները պիտի ներկա լինեին։ Սակայն ձեր խորամանկ քայլերի շնորհիվ նիստը ժամը 3-ից տեղափոխեցիք ժամը 1-ը։ Ճիշտ եմ ասում։ Մի րոպե։ Մյուս հավաքանի կարող հաստատի համայնքի բնակիչներին տեղեկացեք, որ նիստի ժամը մի րոպե։ Կարգը կարդացել եք, եւ դիմոր եք կարդացել։ Նաեւ կարող եք համայնքի ավականու մեծամասնությամբ ձայների մեծամասնությամբ որոշվել այդ ժամը եւ օրը։ Ախթալայի ավականու հերթական նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ։ Ավականուի անդամներից 7-ը բացակայում էին։ Փոխարենը քաղաքապետին նախորդ նիստի որոշումների դեմ իրենց դժգոհությունները հայտնելու են եկել մանկապարտեզահասակ երեխաների 15-ից ավելի ծնողներ, ովքեր սպառնում են վարձավճարի թանկացման դեպքում իրենց երեխաներին չուղարկել մանկապարտեզ։ Եթե գազը, էլեկտրաէներգիան եւ սննդամթերքը թանկացել է, թող թանկանա 500 դրամ ամեն երեխա, ոչ թե 2000։ Ես վստահ եմ, որ դուք կուզենաք ձրի լինել, բայց մենք ձրի չենք կարող։ Սա ծառայություն է։ Հիմա ձեր մեջ հարց չի առաջանում։ Բալավ, ես արվես դպրոցի ծնողական վճարներն են չեք բարձրացնում։ Ո՞նց է բարձրացել։ Դե բարձրացնել։ Որովհետև այս մատաղսերինն է, նրանք մի քիչ մեծ են։ Այո, մատաղսերուտը, մինչև ուրեմն ես քեզ ուրեմն հիշացնեմ, մինչև 18 տարեկանը բոլոր անչափահասներին եւ դպրոցահասակը եւ նախադպրոցական հասակ երեխաները դրանք անչափահասներ են։ Լավ, ասիկ, այդ չգիտենք, այդ իմացանք։ Բայց մատաղսերունդը որն է երաշտականացնողը։ Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Վիգեն Քահանա Ղազարյանը, ով նույնպես մանկապարտեզ հաճախող երեխաներ ունի, ասում է, որ վարձավճարի 80% թանկացումը շատ կտրուկ է եւ ծնողների համար դժվար կլինի վճարել նման գումար։ Այնինչ երեխաների համար նախադպրոցական կրթություն ստանալը շատ կարեւոր է։ Ամեն դեպքում, եթե սառը դատենք, մեր Սարահարթ թաղամասի մանկապարտեզը այս թանկացման պատճառով փակման եզրին է։ Ձեզ որպես համայնքապետ հուզում է մանկապարտեզը փակվելու հարցը։ Պատասխանեք։ Այո, հուզում եմ, բայց ինձ նաև հուզում եմ մնացած այլ հարցերը։ Ծնողների կարծիքով թանկացումը որևէ հիմք չունի, քանի որ մանկապարտեզի համար միշտ էլ իրենք են անհրաժեշտ պարագաներ գնել։ Քաղաքապետարանը իր բյուջեից այսքան ժամանակ իմ երեխեն գալիս է այստեղ 3 տարի, ես 4 տարվա ստեղի բնակիչ եմ։ Քաղաքապետարանը իր բյուջեից մանկապարտեզի համար մի էկովիդ ասած դույլ առած կա, ոչ։ Մենք 4 տարի տարի գալիս ենք մանկապարտեզ։ Կներեք, դուք այս համայնքի բնակիչ եք։ Մեզ դոտացիա տրամադրվում է համայնքում հաշվառված բնակչի հաշվով, դուք եթե գնաք կհաշվառվեք եւ կգաք նոր կպահանջեք։ Համայնքապետ Հայկ Խաչիկյանը պարզաբանեց, որ իրենք այդ քայլին են գնացել պետությունից տրվող դոտացիայի նվազման պատճառով։ Քաղաքապետի խոսքով այս տարի համայնքի բյուջեն մոտ 400,000 դրամով նվազել է։ Դոտացիան պայմանավորված է լինում բնակիչների թվով, իսկ այս տարի 2400 բնակչից շուրջ 300-ը պակասել է։ Նախադպրոցական այդ հիմնարկների պահպանման ծախսերը առաջանում են համայնքների հատկացումներից, բյուջեների հատկացումներից, ինչպես նաև ծնողական վճարներից։ Եվ այդ գումարները գնալու են համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունների բյուջեներ։ Ախթալայում գործող 2 մանկապարտեզներ ներկայում ընդհանուր թվով 50 երեխա է հաճախում։ Համայնքապետը նշում է, որ մանկապարտեզների վարձավճարներն անփոփոխ կմնան նպաստառու 2 եւ ավելի երեխա մանկապարտեզ ուղարկող ընտանիքների համար, իսկ մյուսների համար թանկացման որոշումն արդեն հաստատված է եւ փոփոխման ենթակա չէ։ Ծնողները պատրաստվում են մանկապարտեզների թանկացման հարցով դիմել արդեն մարզպետարան։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։